Ծփում է սևանը, կանչում է սևանը, ծովալիքների մեջ, ժպտում է սևանը, ծփում է սևանը, կանչում է սևանը, ծովալիքների մեջ, ժպտում է սևանը։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, տեսնում եք, սկսվել է Սևանի սեզոնը, նույնիսկ անգամ եթե չի էլ սկսվել, բայց ես գալիս եմ ինչու համար, որովհետև 6 օրյա աշխատանքից հետո նախ պարտադիր է քաղաքից դուրս գնալը, բայց երբ բացի հողակցվելուց, բացի այդ կանաչը զգալուց բացի, երբ ջրի հետ ես դու առնչվում, այն տանում է ամբողջ բացասականը, ամբողջ շաբաթվա, նույնիսկ անգամ եթե բացասական էլ չի լինում, այն տալիս է քեզ էներգիա, որովհետև բոլորս գիտենք, որ ջուրը վերացնում է ստրեսը, մանավանդ անգամ եթե ամեն առավոտյան դուք արթնանալուց, որ ուզում եք աշխատանքի գնալ, պետք է ընդունեք ցնցուղ, որպեսզի այն դրական լիցքեր հաղորդի, խթանի ներվերի, մկանների աշխատանքը։ Իսկ երեկոյան երբ տուն եք գալիս, անպայման պետք է նորից լոգանք ընդունել բացասականը, այն էներգիան, որ մենք քաղաքում շփվել ենք, կամ օդի աղտոտվածության հետ, կամ ասենք հենց ասֆալտի վրա քայլելով, ապա դա բավականին տանում է, լիցքաթափում է եւ էներգիա տալիս ձեզ, եւ դուք ամբողջ գիշեր հանգիստ քնում եք։ Իսկ քնելուց առաջ ամենակարևորը պետք է անջատել բոլոր էլեկտրական սարքավորումները, հեռախոսը անգամ ձեզանից հեռու եւ հանգիստ խաղալ եւ անպայման պետք է լինի սենյակը մութ։ Իսկ քնելուց առաջ անպայման պետք է օդափոխել սենյակը։ Այնպես որ իմ շատ սիրելի ժողովուրդ, չէ՞ որ ջուրը եւ դրական էներգիա է տալիս եւ նաեւ բացասականը ձեզանից հեռացնում։ Այ դրա համար էլ ես առողջ եմ։ Իսկ դուք չեք ուզում լինել առողջ։ Իհարկե ուզում եք։ Բոլորի ցանկությունն է դա։ Մենք ունենք Սևան, որ աշխարհը չունի։ Թող նախանձեն մեզ ամբողջ դրսի հայերը։ Թող նախանձեն, որովհետև նման վայր, նման ջուր, քաղցրահամ ոչ մի երկիր չունի։ Ուզում եմ ասել, ես որտեղ եմ, ես իհարկե Էդեմ ռեստորանային համակարգում եմ, որը չքնաղ է, ուրույն վայր հենց ինձ համար ընդունում են ջերմորեն, ես այստեղ հյուրասիրվում եմ, ես այստեղ բնական տնական սնունդ եւ առավոտից իրիկուն իրենց հովանավորության տակ ես հանգստանում եմ, ապահովում են իմ դրական եւ ջերմ մթնոլորտը։ Դուք էլ սկսեք գալ Սևան, որպեսզի ձեր համար միշտ լավ լինի։ Սիրուն է Սևանը, սիրուն է, ով ունի այս չքնաղ բնությունը, ջուրը, հրաշք, ինչպիսի մաքուր ջուր, ընտիր։ Շատերը Սևանը չեն սիրում, բայց այս մասը Շորժայի կողմը, անկեղծ ասած ինձ դուր է գալիս, նախկինում ես Սևանը չէի սիրում, մտածելով, որ քամի է, այն կողմը այրում է, բայց այստեղ չէ, եւ լոգանք ես ընդունում, եւ լողանում ես, եւ արևայրուք ես ընդունում, եւ եթե քսուկներ ես օգտագործում, լինում է ոսկեգույն։ Ընտիր է Սևանը։ Ծփում է Սևանը, կանչում է Սևանը, ծովալիքների մեջ, ժպտում է Սևանը,